Ամեն դեպքում կուզեի իմանալ ինչի համար ենք մենք այստեղ։ Ամեն դեպքում կուզեի ասածս հասկանայիր, որովհետև արդեն բացատրել եմ։ Ես հասկանում եմ, որ մենք ժասի մոտ չենք, որովհետև սևակն անդեղ, բայց դե մենք ենք այստեղ նստած, այդ ինձ հետաքրքրում է։ Բացատրեմ։ Որովհետև չգիտենք ներսում ինչա կատարվում։ Ու կարող է հետո Ժասմինի կողքին պետք լինի լինենք։ Ժասին սևակն է, պետք ինքն արդեն անդեղ է։ Մենք այստեղ լրիվ ավելորդ ենք։ Վարդան ջան, կներես իհարկե։ Բայց լավ չես։ Բայց ինչի։ Որովհետև պիտի հասկանայիր, որ ներսում հիմա ծանր խոսակցություն է։ Կամ էլ թեթև ու հանգիստ։ Լսի, ես հասկացել եմ, դու տագնապային նոպաներ ունես։ Վրդո ես տագնապային նոպաներ կունենամ, եթե դու հիմա չինտեգրվես process-ին։ Ես մեկա մնում եմ իմ կարծիքին։ Մենք ժասի ընկերներն ենք, բայց շատ ենք քթներս խոթում իր կյանքի մեջ։ Հա, լավ։ Կհասկանանք ամեն ինչ նորմալ է, կգնանք։ Շատ սիրուն արվեստանոցուն ես։ Մերսի։ Մերոնց հազիվ եմ համոզել, որ այստեղ իմ անկյունը սարքեմ։ Հաճախ ես տեղ լինում։ Դասերից հետո հիմնականում ամբողջ ժամանակս այստեղ եմ անցկացնում։ Պարզա։ Ես էլ կուզեի սենց մի անկյուն ունենայի։ Ես քեզ կառաջարկեի, որ գաս, բայց դու երևի չես ուզի։ Չէ, նկատի չունեմ, որ մենք այստեղ միասին գանք։ Դու կարաս այն ժամանակ գաս, երբ որ ես այստեղ չեմ լինի։ Ժաս, ես մենակ ուրախ կլինեմ, որ դու այստեղ լինես։ Հա։ Սևակ, ես քեզ իրոք չեմ հասկանում։ Դու մեկ փախնում ես, մեկ սենց բաներ ես ասում։ Գնել ես ինչ ժաս։ Ես իրոք չեմ հասկանում ինչ մտածեմ։ Ուղղակի ասա, այն ինչի համար եկել ես։ Եկել էի, որ խոսենք, որ ամեն ինչ ավելի բարձ լիներ։ Բայց ոնց հասկանում եմ, ես ամեն ինչ ավելի եմ խառնում։ Հա, եթե անկեղծ դու ամեն օր ամեն ինչ ավելի ես խառնում իրար։ Կներես։ Հերիք անդադ ասես կներես։ Ուղղակի ասա, այն ինչի համար որ եկել ես։ Մինչև գալ ես, ինձ թվում էր, որ ավելի հեշտ կլինի։ Բայց հիմա հասկանում եմ, չէ, այդքան էլ հեշտ չի։ Ինչի։ Դժվար է ուղղակի ասել, որ մենք պետքա իրար չնկատենք։ Որ ես չպետքա գամ ձեր տուն, հարցնեմ ոնց ես։ Ինձ թվում է այդտեղ դժվար բան չկա։ Ինձ էլ էր թվում, որ ես կարամ, բայց չէ, չպետք է ես քեզ տես բաներ ասեմ։ Չպետք է ես գայ։ Սավակ, սպասի։ Հիմա եթե դու գնաս, ես չեմ իմանա ինձ վաղը ոնց պահեմ։ Տենց տարատուն, ծնողները եկան, ես էլ եկա իմ տուն։ Երկար ես մնացել։ Չէ, մի 10 րոպե։ Պարզա։ Պարտադիր էր, որ տուն մտնեիր մեզ։ Շաքի, իսկ պարտադիր է իմ ամեն քայլը մենք քննարկենք։ Ուղղակի կարար ուրիշը տաներ։ Ստեփանյանին ասեիր։ Դու որ ասեիր, որ դու չես ուզում, Ստեփանյանը հաստատ ուրիշին կուղարկեր։ Հարցը ուզելը չի։ Ուղղակի ինչ կմտածեին, որ ստացվեր, որ չեմ ուզում օգնեմ մի մարդու, ով իրեն վատ է զգում։ Իսկ ես ինչ կմտածեմ, այդ հեչ, հա։ Այդ դու ես ընտրում։ Դու ես ընտրում ինձ վստահես, թե հիմար բաներ մտածես։ Հիմար չեն։ Մենս կլինի այդ պայմանավորվածությունդ Բելայի հետ խզես։ Ես քեզ կօգնեմ, ամեն ինչ կանեմ, ես կարամ, գիտես։ Չէ, չեմ ուզում դու չարչարվես։ Ինչի դու այդքան ժամանակ ծախսես, եթե այդ սաղ կարա Բելան անի։ Համ էլ ես իրան ամեն օր չեմ տուն ճանապարհելու, որ դու սենց ծանր ես տանում։ Լավ, համոզեցիր։ Բա ինչ էիք խոսում ճանապարհին։ Ոչ մի բան, լուր քայլում ենք։ Հա, չնայած դուք ինչ ընդհանուր թեմա պետք է ունենայիք։ Լավ, Շաքե, բարի գիշեր։ Վաղը կհանդիպենք։ Բարի գիշեր։
Քեզ ինչ եմ ելս, խես վապշե խառնվում։ Ժաս, այսքան տարի մենք նորմալ ընկերներ չենք եղել։ Ու հիմա հանկարծ որոշել ենք ընկերանանք, հասկանանք իրար։ Ես չեմ կարող քո համար լինեմ ոչ վրդով, ոչ էլ Կարեն։ Պետք էլ չի։ Ժաս, մեզ մնացել է իր այդ սովորելու հաշված ամիսներ։ Ու հետո մեր ճանապարհները բաժանվելու են։ Պարտադիր չի։ Խնդրում եմ, մի ընդհատի։ Համ ստիպում ես խոսամ, համ էլ Ես քեզ այստեղ չեմ կանչել, դու ես եկել։ Ժաս, ուղղակի դժվար է։ Ինչն է դժվար, Սևակ։ Ինչը։ Քեզ չեմ ուզում տխուր տենամ։ Ես տխուր չեմ։ Իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Ես քեզ հասկացա ու ինձ թվում է դու լրիվ ճիշտ ես։ Հա։ Հա։ Ինչ իմաստ ունի սկսել մի բան, որը հենց սկզբից ոչ ես եմ ուզեցել, ոչ էլ դու։ Մենք սովորական դասընկերներ ենք ու իմաստ չունի ինչ-որ մի բան փորձել, որովհետև ընդամենը մի քանի ամիս է մնացել։ Դե հա։ Լավ է, որ խոսացինք ու իրար հասկացանք։ Ժաս, ես Արդեն ուշ է, դու գնա, ես էլ այստեղ հավաքեմ, ես էլ կգնամ։ Մերոնք հաստատ կան հանգստանան, որ այսքան երկար է մնացել արվեստանոցում։ Կարող է ներս գնանք։ Կգնանք, կասենք պատահական հայտնվեցինք այնտեղ։ Չէ, հիմա չէ։ Ես էլ եմ մտածել, մի կես ժամից որ դուրս չգա, Սևակը կգնանք։ Տենաս ինչ են խոսում։ Իա, վրդո։ Բա ասում էիր չիթներս խոթում ենք Ժասմինի անձնականի մեջ։ Բայց ինչ եղավ, ինչն է սենց հետարքրում քեզ։ Լավ, բարերիցս մի կախվի։ Դե բնականաբար դուք տարածքում եք։ Ուզում ենք վստահել ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Հա, ոնց որ նորմալ է։ Ինչ խոսացիք։ Չէ, բառացի պետք չի ասել։ Զուտ իմանանք Ժասը ոնց է։ Երևի առաջի անգամներ, որ ես էլ չհասկացա ինչ եղավ։ Այսինքն, ինչ ա եղել։ Դե Ժասմինը շատ հանգիստ էր, ժպտում էր, ասաց, որ ամեն ինչ հասկանում է ու նորմալ է, որ մենք որ կարանք ընկերություն չանենք։ Ոյ Սևակ։ Հա։ Հեչ, գնա դու, արի վրդո։ Վարդան, ես ինչ է նշանակում։ Այն որ Ժասը ասել այն ինչ որ դու ես ուզում լսես։ Հիմա երևի նստած լացում է։ Սպասի։ Հերիքա, թողեք թո սենց փակվի այս թեման։
Շաս։ Երեխեք, ես իրոք չեմ հասկանում, ես այդքան վատն եմ։ Չէ, Ժաս, դու ամենալավն ես։ Հա, ու ինքն էլ էդ գիտի։ Ինքն էլ տխուր։ Բայց այդ դեպքում իմաստը։ Ինչի ենք սենց անում, խնդրում եմ, կարաք բացատրեք, ինչի ենք սենց անում։ Ես այդ երբեք չեմ հասկանա, ես յան երբեք չեմ հասկանա։ Էլ քնած չես։ Ես ասի լույսը վառես թողը քնել ես, գիտես, չէ՞։ Չէ, մամ, հեսա բարկում եմ արդեն։ Կարամ մի բան հարցնեմ։ Հա, սա։ Քո ընկերները այսօր չէին եկել դպրոց։ Եկել էին։ Բա ինչի մեկսը քեզ բերեց տուն։ Դե ընկեր Ստեփանյանը ասեց։ Չէ, այնպես չի, որ Մելսը ուզում էր։ Այսինքն ինքը չառաջարկեց։ Դե որ չուզեր չէր բերել, հրաժարվեր։ Հա, բայց ընկեր Ստեփանյանը որ ասեց, Դե եթե ինքը հրաժարվեր, ընկեր Ստեփանյանը ուրիշ մեկին կասեր, չէ՞։ հա, դե հա երևի, մամ, ճիշտ ես։ Դե լավ քնի։ Երկար չնստես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Տենց էլ գիտեի։ Անպայման պիտի մունոտ գա։ Սամուել կոտ ջուր տուր։ Առաքելը եկավ, տանջանքները սկսեցին։ Հա, նենց լավ էր, որ Վարդանյաններ այսքան չէր տանջում։ Ամեն լավ բան մի օր վերջանում է։
Դե լավ, Արաքելը հավես մարդ է։ Հա, հատկապես որ 5 կռուկ վազացնում է, շատ հավեսն է։ Մեր սորի չնստենք էլի դոսին։ Չենք կարա տեսել արդեն։ Մեջքդ ձիգ բայ։ Ես ինչ ես արել ձեռդ։ Համարյա անցել ենք այդ շալուց։ Ուշադիր եղի։ Ձեռքերդ։ Անունդ։ Բելա։ Քո անունը։ Ինեսա։ Սա ամառվա ընթացքում ոնց որ մոռացել եք, հա ոնց են շարք կանգնում։ Ինչի՞։ Էդ ինչը դու նրա չի գալին կեր շալունց։ Դու Դավիթ, դու դուրս չես գալիս։ Քո բոյը ինչքան է։ Դեմի 1.80 էլի։ Ախելքդ։ Չեմ չափը։ Եղած բանն են չափում, Դավիթ։ Մի հատ ինձ էլ հարցրեք էլի։ Դու ոնց որ ես ամառել բոյ չքաշեցիր։ Կանգնի տեղդ։ Մելց, ես ինչա դասարան այդ վիճակը։ Լասա թող նորմալ շարք կանգնեն։ Լավ շարվեք նորմալ ես ինչա վիճակներ էդ։ Բայց դու չես առիթավորվում, դու էլ ես կանգնում։ Արագ, արագ։ Կարեն, Բելլա, Միքայել հետ։ Մնացածը։ Աջ, դարձ։ Վասկով։ Մարշ։ Արագ, արագ, արագ։ Արագ։ Ձերքերդ ուղի։ Շատ լավ է որ անցնում է ու արդեն դասի ես գալիս։ Ես հուսով եմ Տոնոյանը հիմա էլ սրա համար պատմություն չի սարքի։ Դե ես չեմ կարող երեխեքին այդքան երկար թողնել։ Դե հա ճիշտ ես անում որ գալիս ես։ Վահե, լավ լուր ասեմ։ Հապա, հապա։ Արաքելն է եկել։ Շալունցը։ Չէ, էլի խնդրում եմ։ Էտով է։ Մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներից է։ Սեպտեմբերին խնդրել էր, որ բացակայի, հիմա արդեն վերադարձել է։ Իդեպ գիտեք, չէ, դպրոց էլ չի մտել, մի անգամից գնացել է ֆուտբոլի դաշտ։ Դա սկսվեց։ Բայց ինչ է սկսվեց։ Նորմալ չի որ այդ մարդը հետ է եկել։ Դու համբերի կծանոթանաս անձամբ։ Հա, արդեն հետաքրքիր է։ Ասեք, որ ինձ թվաց։ Չի թվացել։ Մի րոպե։ Հիմա դու էլ ես նույն այդ առեղծվածային Արաքելի մասին խոսում։ Առեղծվածային։ Լավ էլի լարա։ Քեզ համբերություն Ասիա ջան։ Ախր ասել էր, որ երկու կողմից չի գալու։ Չէ, 2 շաբաթ է ասել։ Հա։ Հա։ Ինձ թվում է դու ցանկալին շփոթել ես իրականության հետ։ Ասյա, ես էլ քեզ եմ ման գալիս։ Ընկեր Տոնոյան, եթե շալունց եկել է, դուք ինձ դեռ շատ եք փնտրելու։ Ասյա, մենք այդ մասին արդեն խոսել ենք։ Ուղղակի
Ուղղակի այդ մարդը ինձ հունից հանում է։ Ես չեմ հասկանում, ինչի է Ասյան այդքան նեղվել, որ այդ մարդը եկել է։ Այ դա երկար պատմություն է լար։ Արաքելն ուղղակի երեխայի պես սիրահարված է Ասիային։ Այդքան բան։ Ոյ, իրոք։ Հա, ուղղակի դու այդքան ռոմանտիկ մի պատկերացրու այդ ամեն ինչը։ Թե Մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք։ Հավասար։ Մի քիչ ակտիվ ես, ամառվա ընթացքում դախացել եք։ Այդ դուք ինչի չեք մարզվում, ընկեր Շալունց։ Մի պարզ պատճառով, Դավիթ, ես դրա կարիքը չունեմ։ Ինչի։ Որովհետև դուք շատ ինքնավստահ եք։ Չէ, որովհետև Ասյան իրեն սենց է հավանում։ Դադարել վարժանքը։ Դավիթ Միքայել առաջ։ սկսվեց։ Հալավ ես ասի սենց ես դուր կգան, ընկեր Շալունց։ Ժիմ 20 հատ։ Այ օրս ալև։ Ժիմ 40 հատ։ Դուք պարապ չեք կանգնում, հաշվում եք։ Սկսեցինք։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը, Մեջքա տուղի։ 11, 12, Համաճուտում եք։ Սա ամենակ շուտելի։ Դες օգնած դեմքերին նայ է։ Սամո դու չասեիր կռիվ էր արդեն դարը։ Լավ, ինչ է սիրտերդ ուզում ուտելու։ Սոկ, ուտելու համով բաներ եմ ստացել թարմ։ Չէ, եկեք սպանեք, էլ ինձ էլ չեմ դիմանում։ Նստի դե։ Ախպեր վերջներս եկել է։ Առաքելը մորթած է պահելու։ Ես է ուրախացել է արդեն, որ ինքը չի էլ։ Դե որ դասի ժամանակ էս շեշ չխոսակ սենց չի լինի։ Հա բայց դա դու էլ հո չասիր Ասիայի պահով։ Հա ես ասիրը լավ կզգա, ինչ իմանայի որ սենց կաներ։ Մի անգամ էլ ինձ է 50 հատ ջիմ անել տվել։ Այդ օրվանից հետո հենց ջիմը լսում եմ, մկանները սկսում է ցավել։ Նեսա սպասի էլի դե։ Ինչքանս են շարունակվելու, մեկը մի օր խոսալու ենք։ Մենք արդեն խոսել ենք։ Չեղավ սենց։ Լավ։ Բելա ջան, երկար մի կանգնի, աչքդ կկպնի։ Հեչ, Արտոն ասում է, ինչ սոկ առնեմ խմես։ Ինչ կխմես Բելա ջան։ Ոչ մի բան, շնորհակալ եմ։ Արտո, եթե Բելան չընդունեց հյուրասիրությունդ, վատ ալնելու քո համար։ Բայց մելս Նարինջի։ Նարինջի հետ։ Խորո, ոնց է սաղ ջանս ցավում։ Մի նստի։ Հա? Դե եթե ցավում է, ավելի լավ է չնստես։ Հիմա պետքա քայլես, շարժվես, որ մկանները չքարանան։ Ապրես, դու ամեն ինչի էքսպերտ ես, չէ՞։ Ուղղակի ուզեցի օգնել։ Գնա դասարան, Բելա։ Մեզ լուրջ չեմ հասկանում։ Ուրիշներից պաշտպանում ես, բայց դու ես նեղացնում Բելային։ Ես եմ պաշտպանում։ Ես ոչ մեկից չեմ պաշտպանում։ Պաշտպանում ես ախպեր, սաղս էլ ջոգել ենք արդեն։ Հենց մեկը ինչ որ արտահայտություն անում Բելայի հաշվին, մի անգամից թռնում ես դեմքին։ Մի հավայի խոսացեք։ Դավո,
Հելկային ինչը լսեցիր ինչ ասեց։ Լավ էլի մեծ։ Ինչ հա կատարվում հետը։ Ինձ էլ է հետաքրքիր արդեն։ Ջուր կխմես։ Հա։ Չի պատկերացնում, որ այս շոկին մեզ կստիպեն ֆիզկուլ տանենք։ Ինչի Սյուզ ջան, Ամերիկաներում տենց չէր։ Դա լավ էլի։ Դե լավ ինչ ասացի որ։ Գնանք։ Կարեն լսի։ Չէր նկատա որ Շալունցը տեսողությունից վատ է։ Չի տենում որ չես կարող վազես։ Դավիթ, գիտես ընդհանրապես չի սպասում, որ քեզ սենց ես բայելու։ Ես քեզ լրիվ ուրիշ ձև էի հիշում։ Ինչի։ Դու ինձ հիշում էիր։ Սաղիթ էլ հիշում էի, բայց սխալ։ Դե լավ, շատ չներվես էլի։ Հաներ ասեց։ Հա լավ, ուշադրություն մի դարձրա։ Հա, գիտեմ։ Ուղղակի մենակ արի մի հատ բան պայմանավորվենք էլի։ Դու ինձ էլ չպաշտպանես։ Կարեն, բայց ես քեզ չէի պաշտպանում։ Ես ուղղակի ասում եմ իմ կարծիքը։ Դավիթ ուղղակի քեզ է սիրահարված։ Ստենց տիպի սեր չեմ հասկանում։ Սիրելի Ասիա Կարպովնա։ Իմ հայրիկի անունը Գևորգ է։ Գևորգ, ընկեր Շալունց։ Հա, բայց քեզ Գևորգ չի ասում։ Քեզ Կարպովնա է ասում։ Տոնոյանի մոտ ես եկել։ Չէ, ես քեզ մոտ եմ եկել, Ասիա ջան։ Գիտեմ, հիմա պետք է ինձ սուրճ առաջարկես, բայց չեմ ուզում։ Թող մնա մի ուրիշ օր, լավ։ Ասիա, բահին կանչիր ինձ մոտ։ Այս Արաքել Շալունցն է այստեղ եղել։ Ընկեր Տոնոյան, ես աշխատանքից դուրս կգամ, լուրջ եմ ասում։ Դե լավ, շատ ես բարդացնում։ Անմեղ անվնաս ուշադրությունը։ Անմեղ։ Մի հատ ժպտամ հարսանիքի օր կնշանակի, չեք հավատում։ Ես հավատում եմ, ուղղակի չեմ հավատում, որ դու կարող ես ժպտաս։ Լավ, բահին կանչիր։ Լևոն, խնդրում եմ, էլի, էլ տենց քեզ չպահես, ուրիշների մոտ ինձ անհարմար իրավիճակի մեջ գցեցիր։ Ինձ ես որոշել եմ։ Կգամ մամայդ հետ կխոսամ։ Ինչ։ Հա ինչ։ Այդ ճիշտ որոշում է։ Դու էլ կգաս իմ մամայի հետ կծանոթանաս։ Չէ, Լևոն։ Լսի, մաման նենց լավն է, նենց բարի է, համել ժամանակակից։ Այն տատիդ նման չի, որ անընդհատ մեզ խանգարի։ Ես տատի չունեմ։ Ես անգամ այդ կնոջը չեմ ուզում ճանաչեմ։ Լավ, այդ մոռացանք։ Ուղղակի կանենք նենց, որ համ մամադ հանգիստ լինի, համ էլ դու։ Այդ կարա իրավիճակը ավելի բարդացնի, Լևոն։ Լսի, մամայդ այսքան ժամանակ ինչքան տեսել եմ, մենք մի երկու բառ ենք շփվել, բայց որ իրար հետ խոսանք, բացատրեմ իրան ամեն ինչ ինձ ճանաչի, հանգիստ կլինի էլի։ Այսինքն դու պատրաստ ես դրան։ Բայց այդ ինչա որ սիրածս աղջիկը համար չանում։ Չգիտեմ, Լևոն, ես պիտի մտածեմ։ Չգիտեմ։ Հա, մտածի։ Եվ ինչու եք այստեղ։ Ինչու դասարանում չեք։ Ֆիզկուլտից հետո կես ժամ հանգիստ ունենք։ Այո։ Կես ժամ տրվում է, որպեսզի զգեստափոխվեք։
Պատրաստվեք հաջորդ դասին, անցնեք դասարան։ Հա, հեսա կգնանք։ Հենց հիմա։ Ընկերոջանք թողեք խոսանք, կարևոր բան ենք խոսում։ Հենց հիմա ասացի։ Լևոն, գնամ մենք հետո կխոսենք։ Կներեք ընկեր Աթոյան, մի փոքր լարված շրջան է, թե չէ ինքը… Ինչ, ագրեսիվ չի։ Չէ։ Լավ, բայց ամեն դեպքում ես աչքս վրան կպահեմ։ Ինչի։ Չեմ ուզում սխալվես։ Ես կարծում եմ լավ տղա է, բայց ամեն դեպքում ինչ-որ բաներ կան։ Ընկեր Աթոյան, բայց դա իմ անձնականն է։ Անհանգստանում եմ քեզ համար։ Կարիք չկա։ Մայրիկիդ հետ հաշտվեցիր։ Հա, հիմա արդեն ամեն ինչ կարգին է։ Ես գնամ, թե չէ չեմ հասցնի փոխվեմ, հա։ Լավա եկար Վարդան, հումար չտեսավ։ Չէ, հեսա վերցրու։ Ապրես։ Դե դու էլ հաստատ կարայիր։ Հա, գիտեմ, ուղղակի ես վերջերս պարապմունքներս շատ են չեմ հասցնում։ Ահա, գիտեմ, դու հանգիստ քո գործերով զբաղվի, ես ամեն ինչ կանեմ։ Ապրես շատ։ Շաքե։ Կուզես այսօր ես քեզ տուն ճանապարհեմ։ Գժվել ես, բա մերսին ինչ ասեմ։ Հա, բայց անցած անգամ ես… Անցած անգամ ուրիշ էր։ Ու եթե ես ամեն ինչ անում ես նրա համար, որ հետո ինչ-որ սենց բաներ առաջարկես, ուրեմն պետք չի վերցրու։ Չէ, ես այս ամեն ինչը սիրով եմ քո համար անում, ես սրտանց եմ օգնում քեզ։ Ուրեմն ինձ անհարմար դրության մեջ մի դիր։ Լավ խոսալու բան կա։ Ինչ թեմայով։ Դու էլ Բելլային չես ասելու, որ քո համար տնային գրի։ Ոչ էլ դասերի ժամանակ, որ օգնի թեստերը լրացնի։ Մենք հասկացանք իրար։ Չէ, հասկացանք։ Էդ ինչ կարևոր է։ Կարևոր է, Բելլա։ Ես որ իմանայի տենց ես անելու, հաստատ չէի համաձայնվի։ Հա, բայց ինձ համար դժվար չէր։ Բայց դու դժգոհել ես, չէ։ Ապրես լար, բրկեցիր։ Հա, բայց մինչև երբ ես այսպես փախնելու։ Չգիտեմ, ոնց եմ հոգնել։ Բելան այնքան մաքուր ու անկեղծ մարդ է ու առիթ ստեղծել, որ իր մասին տենց բաներ խոսան։ Այդ ուղղակի ստորություն է։ Լավ, Ժասմին հանգստացի մի հատ։ Քեզ ինչ ես ինչ եմ անում։ Կամ դու Բելլա ինչն ես որ խառնվում ես։ Ուրեմն լսի։ Ես էլ չեմ երկարացնելու այս թեման։ Ու քեզ բացատրելու բան չունեմ։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night, revitalize my heart. Don't you run away, don't run away today.